Ծրագիրը Հայաստանում արդեն երկար տարիներ գոյություն ունեցող հայ-ամերիկյան համալսարանի, նրա պատմության, մասնագիտական նեղ շրջանակների եւ անցած ճանապարհի մասին կարծում եմ շատ քչերս, որովհետեւ ես էլ մեկն էի նրանցից, ով հանդիպելով, տեղեկանալով նման թեմայի շուրջ զրույցի հնարավորություններին, շատ հարցերում զարմացած մնացի, շատ հետաքրքիր ճակատագիր է ուններից մեկին, նախկին նախագահներից մեկին համալսարանի, Բերքլի համալսարանի պրոֆեսոր, մասնագիտությամբ սեյսմիկ գիտության մասնագետ, ավելի մանրամասն ծրագրի ընթացքում կներկայացնենք նրա մանրամասները նրա մասնագիտության Արմեն Տեր-Գյուղեղյանի հետ։ Պարոն Գյուղեղյանին ուզում եմ Տեր-Գյուղեղյանին պիտի ողջունեմ այսօր բարևի հեռուստադիտողների անունից, եւ Քայլ Խանդիկյանն է այս երեկո նաեւ բարևի հյուրերից մեկը, որ նույն համալսարանի շրջանավարտների հետ կապի տնօրենն է։ Էլի շատ հետաքրքիր նեղ մասնագիտական, այսպես պաշտոն է, ով էլ շատ հետաքրքիր մեծ տեղեկություններ կարող է տալ այսօր համալսարանի կյանքի, գործունեության եւ ապագա հնարավորությունների մասին։ Ողջույն, մի քիչ երկար նախաբան եղավ, բայց եւ այնպես հուսով եմ ձեզ ճիշտ ներկայացրի։ Մեզ պիտի խնդրեմ պատմական մի փոքր ակնարկ մեզ ներկայացնեք, պարոն Տեր-Գյուղեղյան, որտեղ դուք հենց այն անձնավորություններից մեկն եք, չգիտեմ, այդ մեծ երազողներից կամ այն ժամանակ երևի մտածում էին այն խենթերից մեկը, որ նման բան է ձեռնարկել, արդյոք դա հնարավոր էր։ Եթե ետ գնանք ու պատկերացնենք այդ տարիները, պիտի մտածենք հնարավոր չէր, բայց դա եղել է, կայացել է եւ մինչ օրս գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Խնդրեմ, համեցեք։ Այո, շատ ճիշտ եք եւ գիտեք, այս ամիս շատ կարեւոր ամիս է։ Մեկ շաբաթ առաջ մենք հիշեցինք Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարեդարձը, ուրեմն համալսարանի գաղափարը կապված է երկրաշարժի։ Երկրաշարժից հետո ամերիկյան ակադեմիայի գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվեց 22 հոգի մի հանձնախումբ։ Գիտեք, Գորբաչևը երկրաշարժի ժամանակ Վաշինգտոն էր եւ ինքը թույլատվեց, որ այդպես մի այց լինի։ Այդ խումբը ուրեմն երկրաշարժից 10-12 օր հետո հասանք Երևան, հետո երկրաշարժի մասը, եւ այդ խումբի 22-ից երկուսը հայ էին, մեկը ես, մեկն էլ դոկտոր Միհրան Աղբաբյանը, հանգուցյալ Միհրան Աղբաբյանը, որը ինքը այդ ժամանակ US University of Southern California-ի ուրեմն դեպարտամենտի ճարտարագիտական, շինարարական ճարտարագիտական դեպարտամենտի ուրեմն ինքը ղեկավարն էր։ Ուրեմն երկուսս հայ էինք եւ այդ ինչ մենք տեսանք այնտեղ ահռելի ցավալի վիճակ, բայց անդրադարձանք, որ մասնակիտորեն շատ Հայաստանը հետ էր սեյսմական շինարարության անպատրաստ, շատ անպատրաստ, շենքերը շատ վատ նախագծված էին, շենքերը շատ վատ կառուցված էին, շատ սխալներով։ Գոտին էլ խիստ սեյսմիկ, չէ՞, շատ քան ավելի եւ Հայաստանը սեյսմիկ, այո։ Ուրեմն մենք այդ ժամանակ քիչ խոսեցինք, թե կարելի է ուսանողներ տանել Ամերիկա, մասնագիտացնել եւ վերադարձնել, բայց հետո մի ուրիշ հանդիպման ընթացքում 2 ամիս հետո փետրվար 1989-ին մի հանդիպման ընթացքին Յուրի Սարգսյանը, որը պոլիտեխնիկի ռեկտորն էր այդ ժամանակ, նա ասաց, որ ամերիկյան համալսարանի սիստեմը բերել Հայաստան լավ կլինի։ Սա ուրեմն ինձ շատ հետաքրքիր թվաց, քանի որ մենք մտածում էինք Հայաստանից ուսանողներ տանել ամերիկյան կրթություն ստանան, բայց այս գաղափարն էր, որ ամերիկյան կրթությունը բերենք Հայաստան, այո։ Ուրեմն տեղից ցակեց գաղափարը, մի առաջարկ գրեցի Միհրան Աղբաբյանի հետ միասին եւ շատ կազմակերպությունների ուղարկեցինք եւ չեմ կարող պարզ երկար բացատրել գրքիս մեջ մանրամասները խոսենք այդ մասին, այո։ Ուրեմն Լուիզ Մանուկյան Սիմոնը ընտարաճեց սա, ինքը հայ բարեգործական միության նախագահն էր կամ փոխնախագահն էր ժամանակ եւ
ինքը ասավ, որ իրենք դրամը գատուցեն։ Ուրեմն, գիտեք, գաղափարներ, ինչպես անգլերենով ասում են, շատ արժան են գաղափարները, միջև են ժամանակ, որ դրամա լինում, ուրեմն գաղափարը կար, դրամա կար, եւ այդպես ընթաց կրավ։ Եվ ուրեմն այս գիրքը, որ ես գրել եմ, ուրեմն անգլերենով է, From Earthquake Tragedy to Beacon of Light, The Story of the American University of Armenia, բացատրում է, թե ինչպես երկրաշարժից այդ գաղափարը առաջ եկավ, եւ ինչպես հաջողեցինք համալսարանը։ Հետո Ստեփան Կարամարդյանը մեզ միացավ, ուրեմն մեր 4 իմ հաշվով, իմ կարծիքով 4 հիմնադիրներն են Ստեփան Կարամարդյանը, Միրան Աղբաբյանը, Լուիս Սիմոնը եւ ես։ Այո։ Կարող եմ ավելի մանրամասը հետո բացատրել, բայց ինչու գիրքը գրեցի։ Գրեցի, քանի որ Ստեփան Կարամարդյանը 1994-ին բավական շուտ մահացավ, իսկ 2019-ի փետրվարին Միրան Աղբաբյանը մահացավ, մեկ շաբաթ հետո Լուիս Մանուկյանը բոլոր երեքը չկան։ Հետո ես անդրադարձա, որ միակն եմ եւ պետք է պատմությունը գրեմ։ Այո։ Ուրեմն 2 տարի աշխատեցի եւ բարեբախտաբար պահել էի բոլոր գրված թուղթերը, բաները, մանրամասները, նամակներ, դարձել են պատճառ այսինչ այնինչ գաղափարի, ժողովների, այո, մինից ամեն տեսակ ռիպորտներ կային, ժողովների ցուցակ, ամեն բան, որ պահել էի, ուրեմն դրանք օգտվեցի, նաև համալսարանում արխիվներ ունեինք, նրանք էլ օգտվեցի, ուրեմն մանրամաս բացատրությունը կա, որ գաղափարն ինչպես առաջ եկավ եւ ինչպես համալսարանը հիմնվեց, ինչ դժվարություններ կային, ահռելի դժվար տարիներ էին։ Ինչպես շատերը գիտեն, որը հիմնվեց, խնդրում դա էլ ասեք։ Ուրեմն բացումը եղավ։ Այո։ Կարևոր է սա հիշենք, համալսարանի բացումը եղավ սեպտեմբեր 21 1991 խորհրդանշական նույն օրը որ Հայաստանում անկախություն հռչակվեց այո ուրեմն Հայաստանի ամերիկյան համալսարանը նույն տարիք ունի ինչ անկախ Հայաստանի անկախ հանրապետություն հրաշալի այն ժամանակ որտեղ տեղակայվեց շենքը ուրեմն շենքի մասին հետաքրքիր է Լուիս Սիմոնը Հայաստան գնաց, որ շենքը գտնի։ Շատ շենքեր իրեն ցույց են տվել, լավ չի կարելի, լավ չի։ Մինչև մեկ օր Պապկեն Արաքսյանը, որ ինքը վարչապետ էր ժամանակ, չէ, բան էր, վարչապետը չէր, բայց կարծում եմ խորհրդարանի ղեկավարն էր։ Այո։ Ուրեմն իր գրեսենյակում էր, Լուիզը պատմություն է այստեղ կա, Լուիզը իրեն ասում է շենքեր, որ ցույց եք տվել կարելի չի, լավ չի, հետո Պապկեն ասում է եկ, պատուհանը բացում է գիրես այդ Բաղրամյանի վրայի, որ հիմա նախագահական շենքն է։ Այո։ Տեղի ցույց է տալիս Բաղրամյանի վրա, որ կոմունիստների պրոպագանդայի վարչությունն է երևի։ Չէ, համակումարների շենքն էր։ Պալատը։ Այո, ճիշտ է, այո, Բաղրամյանի։ Ցույց է տալիս, ասում է, «Էդ ինչպես»։ Եվ եղավ։ Ուրեմն պետք է ասեմ, այդ ժամանակ Հայաստանում լավագույն շենքն էր։ Եվ Հայաստանի կառավարությունը իրենց լավագույն շենքը նվիրեցին տվան մեզ 100 տարով։ Այո։ Որպեսզի համալսարանը այդտեղ սկսվի։ Իհարկե հետո մենք մի մեծ ակադեմիկ շենք շինեցինք, Փարամազ Ավետիսյան շենքը, որը Էդվարդ Ավետիսյանի եւ Պամելա Ավետիսյանի նվիրատվությամբ եղավ, որ մոտ 10,000 քառակուսի մետր շենքը եւ մեր ակադեմիկ դասարանները, գրասենյակները բոլորն այդտեղ են եւ նպատակ ունենք նաեւ կառուցել նոր շենքեր արդեն գիտեն ունենք դեռ նպատակներ կան գեղեցիկ շատ ուրախ ենք
Լավ, մեկ հարցով ընդմիջենք ձեզ, պարոն Տեր-Գյուրգյան, եւ խնդրենք մեր Քայլ Խանդիկյանին պատմել մի փոքր համասարանի պատմությունը շրջանավարտների, այսպես առումով, ինչ մասնագետներ մենք այնտեղ ունենք, շրջանավարտների ինչ քանակ գոյություն ունի, ինչ թիվ, ինչ է կատարվել այսքան տարիների ընթացքում, ինչ կարող եք մեզ ասել։ Շնորհակալ եմ շատ Սիրով, հարցի համար ու այս հնարավորության համար։ Մինչև այսօր համալսարանը ունի 7706 շրջանավարտ աշխարհի 4 կողմը ու գրեթե բոլոր մասնագիտություններով իրենք զբաղվում են մեր շրջանավարտները եւ Հայաստանում եւ արտասահմանում, իհարկե, բայց մեր շրջանավարտների մեծամասնությունը, մոտ 76%-ը 5600 շրջանավարտ Հայաստանում են ապրում ու աշխատում մինչև այսօր, որի համար մենք միայն ուրախ ենք, որովհետեւ ինչպես պարոն Տեր-Գյուրգյանը քիչ առաջ ներկայացրեց, համալսարանը հիմնվեց աղետից անմիջապես հետո հենց Հայաստանի համար, որպեսզի երկիրը զարգանա ու որպեսզի մենք ունենանք ու տեսնենք այն Հայաստանը, որը մենք բոլորս ցանկանում ենք։ Այո։ Իսկ կա ինչ-որ տենդենց դրսից շրջանավարտներ ունենալու, կան ուսանողներ, որոնք գալիս են այլ երկրներից, ավարտում եւ հետ վերադառնում, կամ եւ նաեւ մեկ ուրիշ հարց, Հայաստանում սովորող մեր ուսանողները, շրջանավարտները մնում են երկրում, թե շատերը դուրս են գալիս այնտեղից։ Ինչ է կատարվել։ Ինչպես ասեցի, շատերը մեծամասնությունը Հայաստանում մնում են ու աշխատում են ու զարգացնում են երկիրը իրենց տարբեր նեղ ոլորտներում։ Եվ դրսից էլ գալիս սովորում են։ Դրսից էլ են գալիս ու սովորում արտասահմանից։ Պատահում է մնում են։ Այո, լինում է, այո։ Մոտ 10% ուսանողների 10%-ը հայաստանցի հպատակություն չունեն, այո, ու հիմնականում որտեղից են գալիս, ըստ մեր տվյալներին, Ռուսաստանից են գալիս, Սիրիայից են գալիս ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից են գալիս այդ 10%-ը։ Իսկ լեզվի խնդիրը ինչպես է հաղթահարվում։ Բոլոր դասերը համալսարանում անգլերեն լեզվով են ու բոլոր նրանք, ովքեր դիմում են, որպեսզի ուսանեն պետք է իմանան լեզուն, այո, պարտադիր է, պայմանն է ու բոլորը հանձնում են իրենց։ Իսկ տարիքային ինչ-որ սահմանափակում կա։ Մեկը 40 տարեկանում կարող է գալ դառնալ ուսանող։ Մեկը կարող է մասնագիտություն ունենալ եւ այնտեղ վերա մասնագիտանալ։ Այդպես հնարավոր է, պարոն Տեր-Գյուրգյան, գալիս են եւ այո։ Քանի որ ունենք graduate masters-ի ծրագիրներ ունենք, ուրեմն նրանք, որ արդեն ունեն bachelors մասնագիտական, կարող են ընտրել masters-ի եւ ավելի մասնագիտանան, ավելի նեղ մասնագիտան։ Իսկ չափանիշների մասին եթե խոսենք, ենթադրենք մեկը ճարտարապետ է կամ չգիտեմ ինչ մասնագիտություն, որևէ ընտրել է կամ ինժեներ եւ այլն, գալիս է սովորելու Հայաստանի հայ-ամերիկյան համալսարանում։ Գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմա կարող է մեկը դիտել եւ որոշել գալու այնտեղ սովորելու մասին։ Այս հայը, որը գալիս է այնտեղ սովորելու, վերադարձին ինչպիսի դիպլոմի կարգավիճակ կունենա, այդ վկայականը որքանով է ընդունելի այլ երկրների համար։ Թույք ես մի շատ կարևոր բան։ Խնդրեմ համեցեք։ Ուրեմն Հայաստանի ամերիկյան համալսարանը ունի հավատարմագրություն։ Այո։ Accreditation Western Association of Schools and Colleges, WASC, որը նույն հիմնարկն է, որ հավատարմագրություն է տալիս UCLA-ին, Stanford, Berkeley, բոլոր Կալիֆոռնիայի համալսարաններ եւ դպրոցները WASC-ի միջոցով են accredit լինում։ Ուրեմն մենք ունենք իրականում առաջին Հայաստանի ամերիկյան համալսարանը աշխարհի մեջ առաջին համալսարանը Ամերիկայի սահմաններից դուրս, որ WASC-ը ընդունեց քննել եւ հետո որոշեց accredited։ Իհարկե, երբ որ ստացանք 6 տարի էր, հետո նորեն կրկնվեց 2024-ին 10 տարով երկար, այսինքն ամենաշատ, երբ որ շատ գոհ են լինում, ավելի երկար են։ Ուրեմն մաքսիմումը 10 տարի է եւ 2024-ին 10 տարով
նորոգվեց։ Այսինքն առաջիկա 9 տարիների ընթացքում դեռևս ունենք այդ հնարավորությունը։ Ուրեմն եթե ասենք Ամերիկայից մի ուսանող գնա Հայաստան եւ ամերիկյան համալսարանում դասեր առնի, կամ դիպլոմ առնի, կամ նույնիսկ մի քանի դաս որպես education տարի մեկ վերանորոգվում է սա, եւ նաեւ պետք է ասեմ ինչ է մեզ տալիս շատ բաներ։ Treasurer կառավարում է։ Այսինքն մենք շատ վստահելի բան ունենք, կապեր ունենք, որ նույնիսկ մեր endowment-ը այդ համալսարանի նույնպես է manage լինում, կառավարվում, ինչ ասենք UCLA-ի կամ UC Berkeley-ի կամ մյուս University of California-ի դրամագլուխներին, ինչպես որ նրանք են կառավարվում, մերն էլ նույն ձևի կառավարվում։ Ես գիտեմ, մենք ազգովի պիտի կարողանանք կպատկերացնենք, կհասկանանք, թե որքան շնորհակալ պիտի լինենք այդ առաջին 4 երազողներին, որոնցից մեկը դուք եք եղել, պարոն Դերգյուրեղյան, եւ մենք ունենք այսօր այսպիսի մի պատվաբեր մեզ համար համալսարան, որը գործում է այսօր, այո, այդ սքանչելի դիրքի վրա կանգնած է, եւ ամեն անգամ երբ անցնում են որևէ տուրիստ, որևէ մեկը, որ Հայաստանում է, միշտ ձերքով մյուսը ցույց է տալիս Հայաստանաբնակ եւ ասում այս սա էլ մեր հայ-ամերիկյան համալսարանն է հիրավի շատ մեծ պատմություն ունեցող մի կենտրոն ուսումնական որտեղից արդեն շատ ու շատ լավ մասնագետներ են դուրս եկել եւ որոնք արդեն աշխատում են եւ մեծ պատիվ են բերում եւ դա շարունակական է լինելու ինչպես հասկանում ենք մի փոքր էլ շատ հետաքրքիր կլինի իմանալ արդյոք դասախոսական կազմը ինչպես ընտրվեց հենց առաջին օրերին եւ մինչ օրս մենք ինչ որակ շատերը այնքան լավ ուսում են ստացել եւ լավ փորձ ունեն եւ դառնում են դասախոսներ ուրեմն դասախոսության կազմի մեջ կան հայաստանցիներ ընդհանրապես որոնք ունեցել են բարձր կրթություն կամ Եվրոպա կամ Ամերիկա եւ կան ոչ հայ or օտարերկրյա ամերիկացիներ, եվրոպացիներ, ուրիշ հասկերի, որոնք դարձվել են մրցության ձևով, գիտեք, հայտարարում ենք եւ ովորտիմում են դրանց մեջից լավագույններ ընտրում ենք եւ նաեւ ունենք adjunct ժամանակավոր աշխատող, որ այսինքն միայն գալիս են դաս են տալիս եւ 100% վարձված չեն, միայն մեկ դաս կամ երկու դաս տալիս են, դրանք էլ մասնակիցներ են ընդհանրապես Հայաստանից։ Որ իրենց փորձը ուղղակի ներկայացնում են, փոխանցում են ուսանողներին։ Այո։ Ուրեմն այդպես հիմա 80-ից ավել full time դասախոսներ ունենք, թե հայ եւ թե օտարազգի։ Չեք պատկերացնի ինչքան հարցեր կարող էի ձեզ տալ, մեր ժամանակը սպառվում է։ Նույնը վերաբերում է հայոց լեզվին եւ ընդհանրապես մեր պատմությանը կամ ինչ որ բաների, որոնք ուսանողները կարող են սովորել, ենթադրենք, եթե մեր պետական համալսարանի ուսանողներ լինեն, ինչ մասնագիտություն էլ ունենան, այդ ամենը պիտի հետը անցնեն։ Այս համալսարանում կա։ Այո, ամեն ուսանող պետք է 2 սեմեստր հայոց պատմություն հայերենով եւ հայոց գրականություն հայերենով 2 սեմեստր, այսինքն 2 տարի է լինում։ 2 տարի սովորյալ։ Պետք է հայերենով, բայց կա դրանք, ասենք 10 session, 10 դասարան են, քանի որ շատ ուսանող կա։ Մեկ հատ էլ կա, որ անգլերեն լեզվով է, քանի որ օտարի ասկի ուսանողներ կան, որ հայերեն չգիտեն, ուրեմն նրանք պետք է հայոց պատմությունը սովորեն անգլերեն լեզվով։ Բայց պետք է անցնեն, այո։ Բայց պարտադիր առարկաներ են։ Շատ լավ է, շատ լավ է։ Շատ բարի։ Իսկ ընդհանրապես դժվար է այս համալսարան ընդունվելը, Քայլ, ինչ է ձեր կարծիքը։ Շատերը այսպես համարձակ կարող են գալ եւ փորձել, թե պայմանները դժվար են։ Լինելով Հայաստանի Հանրապետության առաջատար համալսարաններից, եթե ոչ ամենաառաջատարը, այո, ինքը հեշտ խիստ պայմաններ ունի։ Խիստ պայմաններ կան ու բայց նրանք ովքեր ընդունվում են, իհարկե շարունակում են իրենց ուսանողական տարիներին բարձր աշխատել, լավ սովորել ու մենք արդյունքները տեսնում ենք, երբ որ իրենք ավարտում են։ Մեր վերջին տվյալներին 2024 թվականից մենք տեսանք, որ բակալորիայից ավարտող ուսանողների 88%-ը
ավարտելուց 3 ամսվա 3 ամիսից հետո արդեն գործ են Արդեն գտել։ աշխատանք ունի։ Այո, Բայց դա է պետք, 88%-ը։ ինչ է պետք մարդուն։ Իսկ Այո։ մագիստրատուրայից ավարտող ուսանողները 85%-ը 3 ամսվա ընթացքում ավարտելուց անմիջապես հետո գործ են գտել։ Այսինքն ըստ մեր տվյալներին մենք տեսնում ենք շատ դրական արդյունքները, որ հիմնադիրները ամենասկզբից հենց այդ նպատակներով ստեղծեցին համալսարանը, որպեսզի մենք ասելով համալսարանը եւ իր շրջանավարտները նպաստեն Հայաստանի զարգացմանը։ Ու եթե մի քիչ էլ խոսեմ աշխատանքի մասին, ըստ մեր տվյալներին, բոլոր մեր շրջանավարտների 79%-ը աշխատանք ունեն, որը բավականին բարձր է, ու այդ աշխատող ունեցողներից 75%-ը Հայաստանում է ապրում ու աշխատում։ Սքանչելի։ Այո, ու որը մեզի համար շատ մեծ